Աճարյան փողոցում գտնվող 1.6 հեկտար մակերեսով այս հողատարածքը վերջերս է փոխանցվել պետական գույքի կոմիտեի հաշվեկշիռ։ Այն պետության տնօրինությանն է անցել ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով եւ արդեն ներկայացվել է օտարման։ Գույքի մեկնարկային արժեքն ավելի քան 2.2 միլիարդ դրամ է։ Այս պահին առանձնացված է շուրջ 100 անուն անշարժ գույքեր, որոնք տարբեր գործընթացների փուլում են գտնվում, թե չափագրում, գնահատման կամ կառավարության որոշման շրջանառության փուլում, սակայն այս պահին փաստացի հայտարարված մոտ 20 անշարժ գույք ունենք Վանաձոր քաղաքում, Գյումրիում, Հրազդանում, Սևանում, Սյունիքի մարզում, ինչպես նաև Երևանում։ Մամիկոնյանց 60 եւ 62 հասցեներում գտնվող երկու շինությունները եւս պետությանը պատկանող գույք են, նույնպես ներկայացված օտարման։ Աճուրդը կմեկնարկի մայիսի 2-ին պետական գույքի կառավարման կոմիտեի էլեկտրոնային աճուրդների համակարգի e-auctions AM-ի միջոցով եւ պետական գույքի կառավարման կոմիտեն ինչպես այս գույքի դեպքում, այնպես էլ մյուս գույքերի շուրջ 20 անշարժ գույքերի պարագայում հրավիրում է տնտեսվարող սուբյեկտներին եւ քաղաքացիներին, հետաքրքրված քաղաքացիներին մասնակցելու պետական գույքի օտարման գործընթացին։ Աճուրդի հանված անշարժ գույքերը տարբեր չափերի ու արժեքների են։ Պետգույքի կառավարման կոմիտեում մանրամասնում են, այնպես չէ, որ բոլոր գույքերը թանկարժեք են, կան նաև փոքր շինություններ շատերին հասանելի արժեքով։ Երևանում Աճարյանից ու Մամիկոնյանցից բացի վաճառքի ենթակա գույք կա նաև Մուրացան, Գյուրջան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վաղարշյան փողոցներում։ Ամբողջական ցանկը State Property.am կայքում է։ Մի քանի գույք էլ մրցութային կարգով է օտարման ներկայացվել։ Այս դեպքում գնորդը պետք է ներդրում կատարի։ Դիլիջանում օրինակի համար շատ գեղեցիկ տարածք կա, որը մրցութային կարգով ներկայացված է օտարման, նույն կարգով նաև օտարման է ներկայացված Օհանավանում տեղակայված մեկ այլ շենքշինություն եւ հողամասեր։ Կոմիտեն կարևորում է հետաքրքրված անձանց ակտիվ մասնակցությունը թե մրցութային կարգով, թե էլեկտրոնային աճուրդով օտարումներին, քանի որ դա լավագույն տարբերակն է պետական գույքը նպատակային տնօրինելու, արդյունավետ օգտագործելու եւ տնտեսությունն ակտիվացնելու տեսանկյունից։ Էլեկտրոնային հարթակն էլ թե գնորդին, թե կոմիտեին թույլ է տալիս գործընթացն ավելի արագ, կանոնակարգված ու առանց ռիսկերի իրականացնել։ Էլեկտրոնային աճուրդի համակարգը գործարկվել է նախորդ տարեվերջին դեկտեմբեր ամսին եւ մինչեւ այս պահը 200,000-ից քիչ ավել հաճախելիություն է եղել այդ կայք, դիտողականությունը, այսինքն հետաքրքրվածությունը տարբեր քաղաքացիների կամ սուբյեկտների կողմից շատ մեծ է։ Գործարկման ընթացքում որոշակի խնդիրներ են վերհանվել, որոնք Գևորգ Բաբայանի հավաստմամբ աճուրդների անցկացման կամ արդյունքի վրա ազդեցություն չեն ունեցել։ Ամեն դեպքում մոտ 1 ամսից արդեն կոմիտեն կգործարկի էլեկտրոնային աճուրդների համակարգի թարմացված տարբերակը, որը զերծ կլինի խնդիրներից մատչելի օգտագործողների համար։ Մուշեղ Իսախանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։